Ֆայջան կանխատեսումները չեղավ, չէ։ Վկայի դատավարական կարգավիճակում մեզ Վկայի դատավարական կարգավիճակում կանչել էին պարոն Մխիթարյանին հարցաքննության, պարոն Մխիթարյանը օգտվելով լռելու իրավունքից հաշվի առնելով ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվեց ցուցմունք տալուց։ Այսքան բան կարող եմ ասել։ Գործը վերաբերում է վարչական վարույթին 2024 թվականի մայիս ամսին տեղի ունեցած։ Այդ վարչական վարույթի մեջ քրեական կոմպոնենտ կա։ Այս պահին կդժվարանամ ասել։ Եթե հստակ քրեական կոմպոնենտ լիներ, պարոն Մակարյան, գիտեք, արդեն մեղադրելի կարգավիճակ կունենար իմ պաշտպանյալը։ Բայց եթե հրավիրել են, ուրեմն քրեական կոմպոնենտ եղել է, քրեական վարույթ է, չէ՞։ Դե ասացի, հիմա հստակ չեմ կարող ասեմ, էլի։ Վարչականով չեն կանչի, չէ՞։ Այլ դեպքում միգուցե չկանչեին առհասարակ։ Օրինակ, եթե Ռուբեն Մխիթարյանը չլիներ, միգուցե, սա որպես ենթադրություն։ Այսինքն սա ենթադրում է, որ քարոզարշավի ընթացքում նորից կկանչեն պարոն։ Ճիշտն ասած, այսպես ասած, մենք խնդրեցինք ճակերտավոր, որ մեզ չանհանգստացնեն այս ժամանակահատվածում, եթե կարող են, մեզ էլ այսպես ասած խոստացան, որ չեն անհանգստացնի։ Տեսնենք իրենց խոսքը կպահեն, թե ոչ։ Ահա հանկարծ այսպես նոր հանգամանքների հայտ։ Միգուցե։ Իսկ տիկին քննիչը ինչ եղավ, ինչու է հիմա հիշել պարոն Մխիթարյանին։ Ինչն է դրել իրեն հենց այս փուլում։ Համենայն դեպս տիկին քննիչը չասեց, որ պատճառը պարոն Մխիթարյանի քարոզարշավն էր, բայց դա դեռ որոշի բան չի նշանակում։ Վճարը չցել է։ Դե կարծում եմ ճանաչեց, բայց տիկին քննիչը ասեց, որ զուգադիպություն է։ Որ հենց այս փուլում է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Անակնկալ էր զանգեց տեսավ հոп Ռուբեն Մխիթարյանը։ Դե ես կարծում եմ, որ աստղային դեմ իր ձեռքը ընկել։ Գործի հետ կապված ամեն ինչ ասեց պարոն Գալստյանը, այս պահին ավելացնելու էլ բան չկա, անկեղծ ասած, որովհետև ոչ, ուղղակի շատ շոկ էր սենյակում, կարծում եմ պետք է կոնդիցիոների հարց լուծել, որովհետև մարդիկ անմարդկային պայմաններում են աշխատում այստեղ։ Պարոն Մխիթարյան, այս թեմայից դուրս, անդրադառնանք քարոզարշավի միջև այս պահին ինչպես է ընթացել։ Մեզ ասում են, որ հնդիկների ջավախից են բերում, որպեսզի գրանցեն։ Ջավախից հնդիկներ են բերում։ Որպեսզի գրանցեն Գյումրիում քվե ապահովեն Սարգսյանի օգտին։ Այսպիսի տեղեկություններ ցես հասցրել։ Դե բազմաթիվ օդում կախված լուրեր կան, ուղղակի այդ ամեն ինչը պետք է անեին 1 տարի կամ կես տարի առաջ, որպեսզի այդ մարդիկ կարողանային մասնակցել ընտրություններին, բայց օդում կախված լուրերը լսելով հանդերձ մենք շարժվելու ենք առաջ, գնալու ենք առաջ, այսպես ասած, տեսնում եք, հետաքրքիր է անցնում քարոզարշավը, Մարտուն Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս զգուշ լինի, որովհետև կարծում եմ մյուսը Մարտուն Գրիգորյանը կհիշեն, որ 11 տարեկան վաղ հեծանիվով, օրինակ, չգիտեմ ինչ-որ մի հատ բան, կարմիր լույսի տակից անցել է ու կգտնվի մարդ, որը կասի, որ այդ իր կարմիր լույսից հեծանիվով 11 տարեկան անցած ժամանակահատվածում ինքը վախեցել է ահավոր։ Պարոն Մխիթարյան, դուք գյումրեցիներին ինչ եք խոսում, օրինակ Սարիկ Մինասյանը, չասեմ մեր Սարիկը, իրենց Սարիկը, գրած է մեր Սարիկը։ Քնչականի, արդեն քնչականի Սարիկը։ Սարիկ Մինասյանը, օրինակ ասֆալտ է անում, ինձ ասացին, որ ինչ-որ բակեր այցելում, տենց ձեռքով արագ շիվին են լցնում, որ հարթեցնեն, որ տեսնեն, որ այսինքն այն նախկինների մեթոդները հիշում եք, որ գալիս են ասում են մենք ասֆալտապալտենք ձեր բակը, տենց ասֆալտ ամ, օրինակ դուք ինչ եք խոսում գյումրեցին, ասֆալտ կանեք կամ չգիտեմ, օրինակ խողովակաշարը։ Սկսենք նրանից, որ նախկինների մեթոդին գուցե Սարիկ Մինասյանը շատ լավ տիրապետում է, որովհետև ասում են, որ 2017 թվականին Հանրապետական կուսակցության անդամ է դառել, ըստ այդմ ինքը նախկինների բոլոր մեթոդներին սկսած ասֆալտից վերջացրած ոտով շիվին դնելու պետք է որ տիրապետի։ Իսկ մնացած առումով ցանկացած համայնքապետի գործը իր քաղաքին համայնքի բյուջեով եւ կառավարության կողմից տրամադրված դոտացիաներով տեր լինելն է։ Այսինքն դա մեծ լավություն ներկայացնել իհարկե պետք չի, դա բուն պարտականությունն է քաղաքապետի, հատկապես բուն պարտականությունն է կոմունալի պետի, կոմունալ բաժնի պետին է։ Հիմա եթե քաղաքապետը զբաղվում է կոմունալ բաժնի պետի գործերով, ուրեմն կամ ինքը ճիշտ տեղում չի, կամ կոմունալ բաժնի պետը։
Իսկ սա քաղաքային ընտրություններն ավելի շատ ձեզ համար թե քաղաքական ընտրություն։ Դե ամեն ինչ խոսում է նրա մասին, որ սա այլևս քաղաքական ընտրություններ են ու չի կարող քաղաքական ընտրություններ չլինել, որովհետև եթե քաղաքական ընտրություններ չլիներ, գերագույն գլխավոր ղժ չեր գա Գյումրի լաչառություն չեր անի, հիմա էլ չեր զանգի ասի մի բան գտեք թալանից, դե տեսնում եք էլ։ Իսկ հնարավոր է անկախ արդյունքներից օրինակ կհաղթի ընդդիմադիր որևէ տեխնացու թե չի հաղթի Գյումրիից նորից ինչ-որ քայլարշավ սկսի ոդկով գան Հայաստան մեկնարկը նորից ոդկով գան Հայաստանը դեռ չեն ազդել։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, որ Երևանի շուրջ մի հատ էլ պետություն կա, անունը Հայաստան է, էլի։ Երևան ով կգա արդյոք, թե չի գա, այդ բացարձակապես այս պահին էական հարցեր չեմ ոչ իմ վստահ եմ ոչ մյուս տեխնացուների համար մենք այս պահին մասնակցելու ենք քարոզարշավի այնքանով ինչքանով որ մեզ թույլ տվեցին մասնակցելու այսօր օրինակ իմ քարոզարշավը ամբողջապես այո տապալվել է կգնամ վաղվանից կփորձենք վերականգնել տեմպո ռիթմը Այո, տեմպո ռիթմը վերականգնելու ենք, ես ախր այս ամեն ինչը այնքան զավեշտ է, մարդկանց մտածել, որ դու ինչ-որ մի կերպ վախեցնելու ես, կամ կաշկանդելու ես, կամ իդեպ են 4.5 կիլոմետրը գտնվեց այս ընթացքում, չէ, չգտնվեց, հանձնել են, այս է, վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, թիմակիցներիս շնորհակալություն, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, մի քիչ հետո վերադառնալ ենք Գյումրի։ Մի բան էլ պարոն Մխիթարյան, էլի քաղաքական մի քիչ հարցեր անդրադառնան Գյումրու։ Այնտեղ ինչ-որ դաշինքներ են Եվրադաշինք կա մասնակցում դե Բարսեղյան, Լևոն, Բաբա մի խոսքով իրանք են։ Այ դուք իրենց հետ համագործակցություն երբևէ կամ կոալիցիա պատասխանում եք իրանք են դե թուն դիմադիր են օրինակ Նիկոլ Փաշինյանի քննադատում են ասում ինչի հանձնեցի երկիրը բան տես պիտի հանձներ Ամերիկային Ռուսաստանին ես հանձնում դες բան են ասում։ Տեսեք, մենք մասնակցում ենք ընտրաշավին հաղթելու տրամադրվածությամբ։ Մենք ու բոլորն են վստահաբար մասնակցում հաղթելու տրամադրվածությամբ։ Մենք մինչև մարտի 30-ը ոչ մեկի հետ, ոչ մի տեսակի պայմանավորվածություն ոչ ունեցել ենք, ոչ ունենալու ենք։ Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը արդյունքների նախնական ամփոփումից հետո մենք արդեն կորոշենք մեր քայլերի հետագա ընթացքը։ Մինչև դա մենք մասնակցում ենք ընտրաշավին ու քարոզարշավին հաղթելու միտումով։ Բայց կարծեմ դուք չեք Ես չեմ բացառել այն հոլովակի մեջ, որտեղ ես հայտարարել եմ, որ առաջադրվելու եմ որպես քաղաքապետի տեխնացու, հստակ ասել եմ, որ դրական արդյունք եմ համարելու նաև այն, եթե իշխող ուժը տապալվի Գյումրիում, ու եթե դրա համար պետք լինի սցենար 2 եւ սցենար 3, մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, ովքեր հստակ հայտարարում են, որ ոչ մի դեպքում չեն միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Օրինակ եթե այն մարդ տեխնացուն որ ֆայտոնով տենց անցնում է ձեռքը դրած, այդ տղան Թումանյան Արտյոմ ինքը օրինակ որ հիշեցիք իրեն դերասան է եղել բան։ Հա, ես իրեն լավ ճանաչում եմ։ Ես ճանաչում եմ։ Ինքը որ օրինակ հայտարարել որ ԿՊ-ին ոնց որ լավը չի Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարելը քիչ է, պարոն Մակարյան, հայտարարելը քիչ է, նախ պետք է շեմը հաղթահարել։ Բոլոր նրանք, ովքեր շեմը կհաղթահարեն եւ կհայտարարեն, որ ոչ մի դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ չեն միանա, կլինեն իրենց խոսքի մեջ վստահելի, մի քիչ պիտի նայենք, թե այդ մարդիկ այս վերջի 7 տարիները նաև ինչով են զբաղվել, էլի, որովհետև չի։ Դե հիմա տեսեք 7 տարի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ջատագով լինելով վերջի մի 2-3 ամիսը կտրուկ կարծիքը փոխելու դառնալ։ Դե հիմա եթե փոշմանելուն նայենք, մարդ կար ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո ասես փոշմանել է։ Դե իրենց բնորոշ է փոշմանել, էլի։ Իդեպ փոշմանել ասեք հիշեցի, ձեր հետ կապացել են, ձեզ քննադատական իմաստով տարածում են մի տեսանյութ, որտեղ հարցազրույցի ժամանակ դուք ասում եք, որ դուք չեք մտնելու քաղաքականություն, չեք դառնա Գյումրու քաղաքապետի ընտրությունների բառաց հիմա չեմ հիշում, որ գտնեի տեսանյութը լավ կներեք։ Ոնց եղավ որ փոշմանեցիք եւ որոշեցիք առաջադրվել ընտրությունները։ Բոլոր դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում
հստակ գիտակցելով, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կարևոր շրջափուլի մեջ է հայտնվելու, ինչ օրհասական գործընթացներ են մեր երկրում տեղի ունենալու, ես որոշել եմ իմ անմիջական մասնակցությունը ունենամ Գյումրի համայնքի արտահերթ ընտրություններին, որպեսզի իմ լուման ունենամ այն գործընթացի մեջ, որը իրենից ենթադրում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժի չընտրվելը որպես Գյումրի համայնքի կառավարման օղակ։ Բայց այն շրջանում, երբ որ դուք հայտարարում եք, որ գրեթե բացառում եք 100%, որ դուք չեք առաջադրվելու, չեք մասնակցելու, դրանք կեղծ լուրեր են, ձեզ զորով ներքաշում են։ Դա տեղի ունեցել դեկտեմբերին, կներեք, դա տեղի ունեցել դեկտեմբեր ամսին, նորից եմ կրկնում ու վերջին անգամ պարոն Մակարյան 4 անգամ սրա մասին խոսել եմ։ Ես վերադառնալիս եմ եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանկֆուրտի օդանավակայանում ինձ զանգարել են ու ասել են Գյումրու համայնքապետի ընտրություններին մասնակցելու եք։ Այդ ժամանակ էլ ինֆորմացիան այնպեսին էր, որ դա տեղի ունենալու դեկտեմբերի վերջ։ Դեկտեմբերի 2-ին, եթե քեզ հարցնում են մասնակցելու եք թե ոչ, տրամաբանական է, որ հեռուստատեսային դե չգիտեմ ես եթերներին ասում եմ ամեն օր դուք օրինակ 3 առաջ օրը գիտեք որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնելու խաղաղության պայմանագրի արդեն բանակցած համաձայնեցված փաստաթղթի տակ։ Հա, որտեղ 4 անգամ արդեն հայտարարել է, դե եթե 2 անգամ հայտարարել է, հաջորդ 2-ն էլ կարող է։ Դե չէ, դե հիմա համաձայնեցված փաստաթղթի մասին առաջի անգամ է հայտարարել։ Համաձայնեցված։ Դե հիմա ես չգիտեմ, ինքը կարող է իր ստորագրությունը թղթի տակ դնի ուղարկի կամ այնտեղ կստորագրեն կամ չէ։ Պարոն Մխիթարյան, չգիտեմ, այսօր հասցրել եք նայել կառավարության լիստը թե չէ, բայց այսպիսի մի հայտարարություն արվել, այսինքն կառավարության այս չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարանցակետը դարձվում է գործող, որպեսզի այդ երկրի կողմով հումանիտար բեռներ ուղարկվեն Սիրիա։ Ինչ կասեք։ Ինձ թվում է այն 4.5 կիլոմետրներ են ուղարկում Սիրիա։ Դրա համար էլ չկա։ Թուրքիայի սահմանը դրա համար են բացել, 4.5 կիլոմետրը ուղարկում են Սիրիա։ Մի բան էլ է, այսօր Գյումրի հետ մի քիչ կապ ունի, էլի, որ դուք դառնաք քաղաքապետ հետաքրքիր օրինակ կարող եք գնահատական տալ Գյումրիի հետ կապված նախկին պաշտոնյաների արարքներին, օրինակ Քոչարյան Անդոյին, իր մասով մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ երկրաշարժի ժամանակ ինքը թալանել է Գյումրիին, չգիտեմ, կերել է այդ երկրաշարժի փողերը բան։ Գյումրիում առասարակ ոնց են վերաբերում։ Ինչի իրեն հիշեցի, որտեղ ակտուալ էր, այսօր մեր գործընկերներից մեկին հետական անգամ վիրավորել էր Քոչարյան Անդոն։ Հիշում եք իրան։ Իհարկե, հիշում եմ 94-ից 96 թվականներին Գյումրիում է եղել տվյալ անձնավորությունը, ես այդ ժամանակ պատանի էի ու ես հիշում եմ, որ Գյումրիում իրեն անվանում էին Հրեշ Անդո։ Հիմա Հրեշ Անդոն կարող է ցանկացածին վիրավորել։ Հարգելի գյումրեցիներ, եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, իմ